Ողջույն բոլորին։ Շատ հաճախ մարդիկ չգիտեն ինչով զբաղվել, ինչ անել, ուր գնալ։ Հետաքրքրությունները շատ են, բայց չեն կարողանում կողմնորոշվել, որովհետև չեն կարողանում գտնել իրենց ճիշտ մասնագիտությունը, որտեղ եւ երբ պետք է լինեն։ Այս հաշվարկով դուք կարող եք իմանալ, թե որն է ձեր տաղանդը, որն է ձեր մասնագիտությունը, որում որ դուք կկարողանաք աշխատել, առաջ գնալ, իհարկե սովորել, թեկուզ եթե այս պահին կասկածներ ունեք կամ մտածում եք որտեղ ընդունվել, ինչ մասնագիտություն ձեռք բերել, չգիտեք ինչ անեք, ապա այս հաշվարկը թույլ կտա ձեզ ամեն ինչ իմանալ ձեր տաղանդները, ձեր կարողությունները, ինչ հնարավորություններ ունեք, այնպես որ վերցրեք թուղթ ու գրիչ կամ վերցրեք ընդամենը հաշվիչ եւ հաշվեք ձեր ծննդյան օրը։ Եթե օրինակ դուք ծնվել եք ամսի 25-ին, 12-րդ ամիս, 1980 թվականին, 1969 թվականին եւ այլն, այդ բոլոր թվերը հատ առ հատ գումարում եք իրար։ Օրինակ, եթե դուք ծնվել եք 25-ին, 12-րդ ամիս, 1975 թվականին, գումարում եք 2 գումարած 5 գումարած 1 գումարած 2 գումարած 1 9 7 5 Վերջնական թիվը բնականաբար լինում է երկնիշ թիվ։ Այդ թիվը եւս գումարում եք իրար։ Օրինակ, եթե ստացել եք 39, այդպես հաշվենք, 3-ին գումարում եք 9 եւ էլի ստանում եք 12, եւս ստանում եք երկնիշ թիվ։ 12-ը եւս 1-ը գումարում եք 2-ի եւ ստանում եք արդեն 3։ Այսինքն ձեր ծննդյան ամսաթիվը բոլոր թվերը հատ առ հատ գումարում եք իրար, ստանում եք վերջնահաշվարկ։ Վերջնահաշվարկը այսպես թե այնպես երկնիշ է լինելու, երկնիշը պետք է դարձնեք միանիշ թիվ։ Այնքան պետք է իրար մեջ գումարեք, որպեսզի ստանաք միանիշ թիվ։ Մեզ հարկավոր է 1-ից մինչև 9 թվերը, ուրիշ թիվ հարկավոր չէ։ Եթե կստանաք օրինակ 27 վերջնահաշվարկը, ապա ընդամենը 2-ին գումարում եք 7 եւ ստանում եք 9 եւ կարող եք լսել 9 թվի վերաբերյալ, թե ինչ մասնագիտություն կարող եք ընտրել եւ այլն։ Եվ այսպիսով եթե պատրաստ եք, ապա կարող եք լսել ամեն մեկը ձեր թիվը։ Ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, նաև որոշ օրինակ կտեղադրեմ, որպեսզի դուք հասկանաք ձեր ամսաթիվը, ինչպես պետք է իրար գումարեք։ Դժվարություն չկա բացարձակապես, ընդամենը բոլոր թվերը, այսպես գրեք, որից է միտեղ ձեր ամսաթիվը եւ բոլոր թվերը հատ առ հատ գումարեք իրար։ Ոչ մի դժվարություն այստեղ ես չեմ տեսնում։ Վերցրեք հաշվիչ, եթե չեք կարողանում մտքով հաշվել, վերցրեք հաշվիչը եւ ձեր ամսաթվի բոլոր թվերը գումարեք մեկը մյուսին։ Եվ վերջում ստացեք երկնիշ թիվ, որն էլ էլի պետք է վերածեք իրար մեջ գումարելով, պետք է վերածեք միանիշ թիվ։ Եվ այսպիսով խոսենք արդեն առաջին թվի մասին, ում վերջնահաշվարկը լինում է առաջին թիվը։ Ձեր մասնագիտական որակների մասին խոսենք։ Դուք ձեր անհատականությունը ցուցադրում եք ցանկացած աշխատանքում։ Դուք դինամիկ եք, ունեք գործարար հմտություններ, գնահատում եք ժամանակը, ճշտապահ եք եւ նույնը պահանջում եք նաեւ ուրիշներից։ Մտածում եք եւ գործում եք հստակ։ Նաեւ անկախ եղեք ձեր գնահատականներում եւ մի փոխեք դրանք։ Այն ինչ որ մտածում եք, այդպես էլ արեք։ Դուք կարողանում եք էմոցիոնալ լինել յուրաքանչյուր բանի հանդեպ եւ կարողանում եք նաեւ ոգեշնչել դիմացինին, ուրիշներին։ Դուք ամբողջ սրտով նվիրվում եք ձեր աշխատանքին եւ աջակցում եք նաեւ ձեր աշխատակիցներին, որպեսզի իրենք էլ կարողանան հասցնել։ Իսկ գործարար, գործնական հարաբերություններում անմիջական եք եւ անկեղծ։ Ձեր ակտիվությունն, աշխատասիրությունը որոշվում են աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրությամբ։ Այսինքն, եթե դուք չեք սիրում այդ աշխատանքը, երբեք ակտիվ չեք սկսի աշխատել այդ գործի մեջ, պետք է դուք սիրեք, հետո նոր այդ գործի մեջ կերևա ձեր աշխատասիրությունը։ Եվ ինչն է խանգարում ձեզ ձեր աշխատանքում, անտարբերությունը, կոպիտ լինելը եւ ինքնագոհ լինելը, մասնագիտական ուղիները։
Ձեր թիվը հարմար է շատ բավականին ադմինիստրատորի պաշտոնի համար, ստեղծագործական աշխատանքի եւ ազատ մասնագիտությունների համար, ինչը նշանակում է, որ հենց այդ պաշտոնում եք աշխատելու շատ նվիրված, նաեւ բավարարված, մի խոսքով այդ ոլորտներում առավելագույն հաջողություն կունենաք։ Ձեզ անհրաժեշտ է գործունեության մի ոլորտ, որտեղ որ կարող եք փորձարկումներ անել եւ դրանով զարգանալ։ Եթե դուք աշխատում եք սահմանափակված ինչ-որ մի վայրում, որտեղ որ ձեզ ասում են, որ պատրաստ եք օրինակ քառակուսի որցե դետալ, դուք քառակուսի դետալ եք միայն կարողանալու պատրաստ եք։ Դուք չեք կարողանալու այդ քառակուսի դետալի վրա ինչ-որ բաներ ավելացնել եւ այլն եւ ձեզ արդեն կսկսի անհետաքրքիր լինել այդ աշխատանքը։ Այնպիսի մի բանով դուք պետք է զբաղվեք, որ անընդհատ ինչ-որ վրան, ոնց է մարդու ասում են թխված թխի եւ հետո ասում են ինչ-որ մի ձևավորի, հետո տեսնենք կընդունենք մենք այդ ձևը, թե ոչ։ Ձեզ նման աշխատանք է պետք եւ պետք է այնպիսի աշխատանք, որտեղ որ ազատ ենք, շատ մխրճված չեք, այսինքն դες շատ չեն, հա, ծանրաբեռնում ոչ ոք, այլ դուք եք ինչ-որ մի ձևով, ինչ-որ մարդկանց ասում ենք ստեղծագործական աշխատանքը, դա մարդը պետք է ստեղծագործի, կարողանա անի այն ինչ ուզում է, հագուստի մեջ ստեղծագործի, ուտելիքի մեջ ստեղծագործի, ձեզ չպետք է ասեն, պատրաստի պյուրե, լցրու մի հատ ափսեի մեջ եւ տու, չէ, դուք պետք է անպայման այդ պյուրեի վրա ինչ-որ մի դետալ ավելացնեք, ինչ-որ մի բան, ձեզ նման աշխատանքի հարկավոր։ Դուք առհասարակ պետք է ղեկը վերցնեք ձեր ձեռքում եւ զբաղեցնեք նաեւ պատասխանատու պաշտոն։ Ձեզ կհամապատասխանի ակտիվ եւ դինամիկ եւ բազմազան աշխատանք, որտեղ արդյունքները անմիջապես տեսանելի են, որ դուք կարող եք տեսնել, որտեղ որ դուք կարող եք ցուցաբերել վճռականություն, պատասխանատվություն, իրացնել նոր գաղափարներ, նոր մոտեցում ցուցաբերել այդ ամենին։ Դուք պետք է շատ շփվեք, պետք է գործուղումների գնաք, պետք է ճանապարհորդեք, սոցիալական այդպես շփումներ պետք է ունենաք տարբեր մարդկանց հետ, նաև կարող եք իրավագիտության հետ կապված դա լինել հոգևոր աշխատանքի, միապաղաղ ու ձանձրալի աշխատանքը ձեզ համար չէ, որտեղ որ դուք պետք է չաշխատեք մարդկանց հետ, այդպես պետք է գլուխը կախ մենակ անեք, դա ձեզ համար չէ։ Դուք պետք է անպայման խոսեք։ Եթե պետք է հոգտանեք ուրիշների մասին, համբերատար լինեք եւ այլն, ասենք ինչ-որ նման բաները ձեզ համար չեն։ Դուք միայն ակտիվ ու ակտիվ գործունեությամբ պետք է աշխատեք։ Գործունեության ոլորտները ձեզ համար բիզնես, գիտություն, կրոն, համերգային որևիցե գործունեություն եւ ստեղծագործական նաեւ գործունեություն։ Ինչ պաշտոն եւ ինչ մասնագիտություններով դուք կկարողանաք աշխատել։ Ձեր ինտուիցիան ընդհանրապես շատ կօգնի ձեզ ձեր աշխատանքում, ցանկացած մենեջերի աշխատանքի համար, տնօրենի աշխատանքի համար, գլխավոր տնօրեն, առևտրային այդպես տնօրեն, գեղարվեստական տնօրեն, նաեւ կարող եք աշխատել գովազդային գործակալության տնօրեն, վաճառքի բաժնի ղեկավար, մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար, հավաքագրման գործակալության տնօրեն, խանութի տնօրեն, տնտեսագետ, հաշվապահ, գրող, գլխավոր խմբագիր, գրականագետ, լրատվական հաղորդավար, մեկնաբան, քաղաքական գործիչ, բավականին շատ են, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, դեկորացիայի հետ կապված կամ դեկորատոր թեկուզ, որ թատրոնում այդպես անում են, նկարիչ, դիզայներ, ռադիոկայանի կամ հեռուստաընկերության տնօրեն, գիտնական, կարելի ասել գիտական ավելի շատ հետազոտող, պրոֆեսիոնալ գյուտարար, ճարտարապետ, իրավաբան, նյարդաբան, վիրաբույժ, ախտորոշիչ, միջնորդ, գումար տրամադրող, վարկային կազմակերպությունում կարող եք աշխատել, օդաչու, բանակի սպա, համալսարանի պրոֆեսոր, ֆակուլտետի դեկան, դեսպան, քարոզիչ եւ կրոնի վերաբերյալ յուրաքանչյուր բան։ Բավականին շատ են, լայնածավալ են մասնագիտությունները, որոնք որ ես նշել եմ բոլորի համար։ Եթե ինչ-որ մեկը ոնց որ ձեզ սրտին կպավ, ուրեմն դա է ձերը։ Որ ասում եք, այ սա եմ ուզում աշխատել, ուրեմն դա ձերն է։ Եվ ձեզ այն վայրերը, որտեղ որ դուք պետք է աշխատեք։ Սեփական ընկերություն, խոշոր մասնավոր ընկերություն,
խոշոր պետական ձեռնարկություն, հետազոտական ինստիտուտ, համալսարան, գրադարան, արվեստի պատկերասրահի հետ կապված թանգարան, յուրաքանչյուր, եկեղեցի, տանը, ձեր տանը աշխատանք եւ այնպիսի տեղ, որտեղ որ կարող եք ստեղծագործել։ Դուք ինքնդ կարող եք լայնածավալ այդպես ստեղծագործական աշխատանքով զբաղվել։ Այսքանը ձեզ համար։ Իսկ հիմա արդեն անցնենք երկրորդ թվին, եթե ձեր վերջնահաշվարկը հաշվարկի արդյունքում ստացել եք 2 թիվը։ Դուք բավականին լուրջ եք վերաբերվում ձեր աշխատանքին, այդպես ամեն ինչ մի հատ լավ ծանրութեթև եք անում նոր եւ նվիրվում եք ձեր աշխատանքին ամբողջ ուժով։ Դուք աշխատում եք ավելի դանդաղ, բայց պատասխանատու եք։ Պատասխանատու կերպով եք կատարում ձեր բոլոր հանձնարարությունները։ Դուք ամեն ինչ անում եք հանգիստ, ամեն ինչ մանրուքները դետալներով, այդպես խորանալով աշխատանքի բոլոր նրբությունների մեջ։ Դուք ունեք ինտուիցիա, տեսնում եք բազմաթիվ մանրամասներն ու առանձնահատկությունները, որոնք որ պետք է անեք, որոնք անտեսանելի են ուրիշների համար, դուք այդ մանրուքները շատ լավ ընկալում ու տեսնում եք։ Դուք շատ հուսալի եք։ Երբեք ոչ ոքին չեք հիասթափեցնի։ Հոգ եք տանում ձեր աշխատանքի եւ ձեր հեղինակության մասին ամենաառաջինը։ Ձեր կարողությունները լավագույնս կարող է դրսևորվել մարդկանց հետ աշխատելիս։ Դուք շատ ինտուիցիայով, ինտուիտիվորեն հասկանում եք ուրիշներին, գործում եք նրբանկատորեն եւ համառ եք։ Վստահում եք միայն փաստերին եւ հետևում եք բոլոր կանոններին, աշխատանքային, թե ձեզ երբ որ կասեն ինչ-որ մի բան արեք։ Եվ դուք պետք է աշխատեք մարդկանց մեջ, այլ ոչ թե անհատ որպես։ Այդպիսով դուք սկսում եք ցուցաբերել բարիություն, ընկերասեր եք, հոգատար եք ձեր գործընկերների նկատմամբ, համեստ եք։ Եվ ձեր նվաճումները կարելի ասել այդքան էլ չեն գնահատվում միշտ, որովհետև այդ համեստությունն է, հա, դուք ցույց չեք տալիս, որ դուք սա կարող եք անել, նա կարող եք անել, միշտ կարելի ասել պատշաճ ճանաչման չեք արժանանում։ Բայց դուք բավարարվածություն եք ստանում ձեր այն գիտելիքներից, որոնք դուք ունեք, եւ միշտ կարող եք սովորել եւ ավելացնել ձեր գիտելիքները։ Եվ ձեր ընկերության այդ աշխատանքի վայրում, որտեղ որ դուք աշխատում եք, այդ ընկերական այդ կայուն լինելը ու ֆինանսական անվտանգություն, որ դուք գիտեք, որ այդտեղից գումար եք ստանում, ոչ թե պետք է հետո ամիսն ավարտվի ընկնեք տնօրենի հետևից, որպեսզի աշխատանք ստանաք, շատ կարևոր են ձեզ համար։ Ինչն է խանգարում ձեզ ձեր աշխատանքում։ Կախվածությունը ուրիշներից։ Էմոցիաների բարձրացումը, զգայունության բարձրացումը, ամաչկոտությունը, դանդաղկոտությունը, ռիսկի վախենում եք դիմել եւ նախաձեռնող չեք։ Դա խանգարում է ձեր աշխատանքին։ Դուք շատ լավ եք աշխատում իրական իրերի հետ, որը պետք է տեսնեք այդ պահին, ձեր ձեռքում պետք է լինեն, շոշափելի պետք է լինեն եւ պետք է անմիջապես տեսնեք ձեր արդյունքները։ Ձեզ հարմար աշխատանքը դա սոցիալական եւ ծառայությունների ոլորտն է, որտեղ որ կա շփում մարդկանց հետ։ Ձեզ հարմար չէ այնպիսի աշխատանք, որը շատ արագ պետք է անեք, արագ արձագանք պահանջող աշխատանք է, անընդհատ փոփոխվող աշխատանքային պայմաններ են, դրանք ձեզ համար չեն։ Դուք չեք կարող այնպիսի տեղ աշխատել, որտեղ որ պետք է խիստ լինել մարդկանց հետ։ Ինչ որ անհրաժեշտ են նաև վարչական աշխատանքը ձեզ համար չի, օրինակ քննիչի աշխատանքը ձեզ համար չի, որտեղ որ պետք է դուք մարդկանց հետ մի քիչ կոպիտ լինեք։ Գործունեության ոլորտները, որտեղ որ կարող եք աշխատել, կրոն, բանկային գործ, գիտության հետ կապված, ռադիո, հեռուստատեսություն, էլեկտրաէներգիայի հետ կապված, հեռախոսակապի, ճարտարագիտության, ֆինանսների, նաև կառավարման, էլեկտրոնիկայի, վիրահատության հետ կապված, նաև ինչ որ մի բանը քանդել հավաքելու հետ կապված, ճանապարհորդություն, հեղուկների հետ աշխատանք, նաև գրականության հետ աշխատանք եւ մասնագիտությունները եւ պաշտոնները, որոնք որ դուք կարող եք աշխատել։ Դատավոր, քարտուղար, դիվանագետ, դեսպան, քաղաքական գործիչ, հռետոր, քարոզիչ, լրագրող, թղթակից, խմբագիր, գրող, հրատարակիչ, սրբագրիչ,
ինժեներ, բուժող, բժիշկ, նաև այդտեղ մտնում են նյարդավիրաբույժը, հոգեբան, աշխատո դիզայներ, ավելի շատ աշխատանք դիզայնի հետ, բանկի աշխատակից, տնտեսագետ, հետազոտող, ուսուցիչ, համալսարանի պրոֆեսոր, ցանկացած մակարդակի մենեջեր, ինչ որտեղ որ ոլորտը որ կլինի, մենեջերել կամ մենեջերել իհարկե։ Պարող, երաժիշտ, նկարիչ, գրող, քանդակագործ, վոկալիստ, գրքավաճառ, անշարժ գույքի գործակալ, օդանավակայանի աշխատակից, թանգարանի կամ գրադարանի պահակ, իհարկե տղամարդկանց համար սա, խոհարար կամ սննդի մատակարար, հյուրանոցի կամ ռեստորանի աշխատակից։ Եվ իհարկե որտեղ որ կարող եք աշխատել դուք լաբորատորիաներում, լսարանում, հիվանդանոցում, վարչական շենքում, գործարանում, համերգասրահներում, խոշոր ընկերությունում, հետազոտական ինստիտուտներում, բանկում, համալսարան, եկեղեցում, պետական մարմիններում, հրատարակչությունում, դեսպանատանը և տուրիստական գործակալություններում։ Այդտեղ դուք կկարողանաք գտնել ձեզ։ Եթե ինչ-որ մի բան ձեր սրտին կպավ, ուրեմն հենց դա է ձերը, որովհետև այս նույն թվով բավականին շատ մարդիկ կան, դրա համար այդքան շատ մասնագիտություններ կան, որ ամեն մեկը եթե ինչ-որ մի բանով կասկածում եք, իմանաք, որ դա ձերն է և գնաք դեպի այդ ուղղությամբ։ Այսքանը ձեզ համար։ Իսկ հիմա անցնենք 3-ին, երբ որ ձեր վերջնահաշվարկում ստացել եք 3 թիվը։ Ձեր մասնագիտական որակները։ Դուք առանձնանում եք գործարար երևակայությամբ, բազմակողմանի հետաքրքրություններով, ակտիվությամբ, խելքով և լավատեսությամբ։ Դուք ունակ եք ստեղծել հսկայական քանակությամբ ինչ-որ շատ կարևոր գաղափարներ։ Դուք ունեք ձեր մեջ մեծ ոգևորություն և բնածին ունակություն հաջողության հասնելու համար։ Ֆինանսական հաջողության և այլն, եթե մարդը ոգևորը, նաև ոգևորում է դիմացինին։ Ձեզ համար հարմար է նաև մտավոր աշխատանքը, որտեղ որ կարող եք համբերատար այդպես աշխատել, թեկուզ մի քանի շաբաթվա ընթացքում, թեկուզ ամսվա ընթացքում դուք կարող եք համբերատար աշխատել։ Ձեր կարիերայի առաջ խաղացումը կախված է նրանից, թե որքանով եք դուք այդպես ոգևորված աշխատում։ Եթե ձանձրանում եք, ապա ավելի լավ է հրաժարվեք այդ աշխատանքից։ Դուք ունենում եք մշտապես ընկերների և ծանոթների լայն շրջանակ, ովքեր որ ձեզ օգնում են դժվար իրավիճակներում։ Ինչն է խանգարում ձեզ ձեր աշխատանքում, անհամբերությունը և հանդուրժողականությունը։ Մասնագիտական ուղիները դա լավագույնը ընտրել այնպիսի մի գործունեություն, որտեղ որ գնահատվում է ինքնադրսևորումը, մտավոր ջանքերը, մտավոր ունակությունները, հնարամտություն է պահանջվում այդ գործի մեջ, կառավարում, ճանապարհորդություն, համակարգչով աշխատանքը, լրատվամիջոցներում, ինչպես նաև բիզնեսը, որտեղ որ ոնց որ ձեր ուղեղը այդպես արագ կաշխատի և կկարողանաք անմիջապես գտնել, թե ինչպես շրջանառել այդ գործը, այդ գործունեությունը։ Միապաղաղ կրկնվող աշխատանքը, ինչպես նաև մարդկանց համար ինչ-որ պատասխանատվության հետ կապված աշխատանքը, դա ձերը չէ, որ անդադ նույնը պետք է անեք, դա ձերը չէ։ Ոլորտները, որտեղ որ պետք է գործունեության ոլորտները, առևտրի հետ կապված, հոգևորականության, միսիոներիության, անշարժ գույքի, մեխանիկական արվեստ, նկարազարդում, խաղալիքների հետ կապված, առևտուր, գովազդ, կրթություն, ներդրումներ, ճանապարհորդություն, նորաձևություն, մոգություն, կոսմետիկա, ավիացիա, նավագնացություն, քաղցրավենիք, սնունդ և հրատարակչություն։ Բավականին մարդիկ գիտեմ, ովքեր որ զբաղվում են կոսմետիկայի արտադրությամբ և բավականին մեծ գումարներ է դա, ճիշտ է, մեծ գումարներ պահանջում է ներդրումներ կատարելու համար, բայց դա նաև մեծ գումարների շահում է։ Ինչ պաշտոններ կան, որ դուք կկարողանաք աշխատել և ինչ մասնագիտություններ։ Դատավորի աշխատանք, վաճառող, լրատվական գործակալության տնօրեն, փաստաբան, դերասան, գրող, թատրոնի ռեժիսոր կամ պրոդյուսեր, դրամատուրգ, լուսանկարիչ, մոդել, քաղաքական գործիչ, դպրոցի ուսուցչուհի, կոսմետոլոգ, վարսահարդար, դիզայներ, ճարտարապետ, այգեպան,
դեկորատոր, դայակ, բժիշկ, նկարիչ, քահանա, ձեռնարկատեր, գովազդային գործակալության տնօրեն, այնպիսի մի դպրոցի, որ աշխատում է միայն կիրակ, շաբաթ կամ կիրակի, այդպես նման ուսուցիչ, մետրոյի աշխատող, ռեստորանի մենեջեր, այս մասնագիտությունները ձեզ համար են, որոնք որ կկարողանաք նաև կենտրոնացեք սննդի եւ նորաձևության եւ զվարճանքի վրա, որը որ ձեր սրտին կպավ, ուրեմն դա է ձերը։ Եվ վայրերը, որտեղ դուք կկարողանաք աշխատել։ Ֆոնդային բորսա, խանութ, թատրոն, ռեստորան, գրադարան, մանկապարտեզ, հանգստյան տուն եւ մասնավոր տուն, որտեղ որ մարդիկ կարող են օրինակ որպես ընտանեկան բժիշկ աշխատել եւ գնալ այդպես մասնավոր տները։ Այսքանը ձեզ համար։ Դուք ինքներդ նայեք, թե ձեր սրտին որն է կպնում, որովհետեւ բավականին շատ են օրինակ 3 թվերը, եւ ամեն մեկը պետք է իրանը ընտրի, որը իրոք որ լսեցիք եւ ասիք, այ հա, այ այստեղ կաշխատեի, այ այսա կսովորեի, մեծ հաճույքով այստեղ սա կանեի, ուրեմն դա ձերն է։ Վերցրեք եւ դրանով առաջ գնացեք։ Այսքանը ձեզ համար։ Գնանք 4-ը, որտեղ որ ձեր հաշվարկի վերջնահաշվարկի թիվը կազմում է 4 թիվը։ Ձեր մասնագիտական որակները, ձեզ բնորոշ են լրջությունը, համբերությունը եւ բարեխիղճ եք բավականին։ Դուք նախընտրում եք կայուն եւ հուսալի բիզնես։ Այնպիսի մի աշխատանք, որը նյութական պատասխանատվություն է, դուք կարող եք հանգիստ աշխատել օրինակ ձեզ, տան բավականին մեծ գումար եւ դուք այն տնօրինեք։ Նաեւ դուք ուրիշների համար ոնց որ թիկունք եք, աջակից եք, նաեւ պաշտպան եք, հուսալի եք եւ ամուր ընկեր եք աշխատանքի վայրում, իհարկե մենք խոսում ենք դրա մասին նաեւ այդ մասնագիտականի հետ կապված։ Ձգտում եք կարգ ու կանոնի եւ հետևողական եք։ Ուշադրություն եք դարձնում ամենափոքր մանրամասներին։ Կարևոր հարցեր քննարկելիս հաճախ շատ օգտակար խորհուրդներ եք տալիս դիմացինին։ Երկարատև եւ համառ աշխատանքի շնորհիվ դուք ինքներդ կարող եք ունենալ պատշաճ ֆինանսական դիրք, բայց երկարատև եւ համառ աշխատանքի շնորհիվ։ Դուք ձեր ընդհանրապես վաստակած գումարը ոնց որ դնում եք տանը, անշարժ գույքի մեջ։ Եթե չեք դնում, ապա պետք է դնեք։ Թեկուզ իրեր գնելով, թեկուզ բնակարան գնելով։ Դուք աշխատում եք միայն ձեր սեփական բարեկեցության համար։ Եթե ձեզ չվճարեն ձեր վաստակած գումարը, դուք չեք մնա այնտեղ, դուք չեք համբերի, որ ձեզ հետո 1-2 ամիս հետո վճարեն։ Եթե չվճարեցին, ուրեմն դուք այլևս չեք աշխատում։ Դա ձեզ համար բարոյական տրավմա է, որովհետև եւ բացի դա էլ, եթե դուք փոխեք ձեր աշխատանքը, այդ պահին հեռանաք, դա ձեզ համար եւս տրավմա է, որովհետև դուք չեք սիրում աշխատանք փոխել։ Սկսեք նոր նախագծեր, նաեւ այնպիսի մի բան, որ ուշադրություն է պահանջում։ Նաև դուք հաջողության չեք հասնում ոչ թե կարճաժամկետ, կասկածելի, ինչ-որ արկածային գործողություններում, դրանք ձեզ համար չեն։ Դուք պետք է միայն ձեր առջև դնեք կամ այնպիսի տեղ աշխատեք, որը երկարաժամկետ է։ Այնպես չի, որ դե լավ գնամ 2 ամիս կասիր աշխատամ, հետո վերջը կավարտվի դա։ Դա իհարկե կասիր այդքան էլ մասնագիտություն չի, բայց այնպիսի մի տեղ, որտեղ որ կգնաք, կբարձրանաք վեր, ոչ թե ճամփի կեսին կգնաք մեկ այլ կողմ։ Ինչն է խանգարում ձեզ ձեր աշխատանքում։ Հրամայելու ցանկությունը, քննադատությունը, ուրիշների վրա ճնշումը, անզիջումը եւ պասիվությունը։ Դրանք ձեզ խանգարում են։ Ձեր մասնագիտական ուղին։ Ձեզ համար շատ հարմար է նյութական ինչ-որ բանի արտադրությունը, արդյունաբերությունը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, առևտուրը, ինչպես նաև անվտանգության եւ վերահսկողության հետ կապված աշխատանքները։ Դուք մանրուքները շատ եք ուսումնասիրում եւ քրտնաջան աշխատում եք եւ կենտրոնանում եք ձեր արած գործի վրա եւ այդ աշխատանքում դուք կպարգևատրվեք, որովհետև այդ հատկանիշները այնտեղ շատ են պետք։ Դուք առանձնանում եք հազվագյուտ պրոֆեսիոնալիզմով եւ մանրուքների նկատմամբ ուշադրությամբ։ Դրա համար դուք համարվում եք առհասարակ բարձր որակավորում ունեցող աշխատող, որով դուք պետք է հպարտանաք։ Եթե այդպես չէ, ուրեմն դուք պասիվ եք, ուրեմն լսեք, թե ինչն է ձեզ խանգարում։
արագ փոփոխվող պայմաններ, արագ որոշումներ կայացնելու պահանջող աշխատանք, կարճաժամկետ աշխատանք, անընդհատ էմոցիոնալ հուզականության մեջ այդ անկայուն աշխատանքը դա ձեզ համար չէ։ Դուք պետք է ոնց որ հստակ որոշեք եւ այնպիսի մի բան աշխատեք, որը քայլ առ քայլ բարձրանում է վեր։ Առաջարկ ընդհանրապես գործողության ոլորտները։ Դուք կփայլեք որպես շինարար, ճարտարապետ, որմնադիր, էլեկտրիկ, սանտեխնիկ, ախտորոշիչ, գրադարանավար, քարտուղար, ինժեներ, ուսուցիչ, ուսուցչուհի, ֆակուլտետի դեկան, գյուտարար, ֆերմեր, այգեպան, գծագրող, վերահսկիչ, բանկիր, միջնորդ, բանակի սպա, գրականագետ, վիճակագրող, կահույքի դիզայներ կամ արտադրող նաև կահույք, դրամարկղի աշխատող կամ վարկային կառավարիչ, վիրաբույժ, բժիշկ, ունիվերսալ խանութի կառավարիչ, խանութի յուրաքանչյուր խանութի կառավարիչ, դրամատուրգ, տնտեսագետ, նաև տնտեսագիտության դասախոս, նաև հարմար են զինվորական ծառայությունը, օկուլտիզմը և մոգությունը։ Առաջարկվող մասնագիտությունները և պաշտոնները՝ շինարար, կազմակերպիչ, տնտեսագետ, վիճակագիր, վիճակագրող, պրոֆեսոր, հրահանգիչ, տնօրեն, հաշվապահ, գիտնական, բժիշկ, բուժող մասնագետ, մոգ, աստղաբան, վիրաբույժ, քիմիկոս, ֆերմեր, երաժիշտ, միջնորդ, վարձկան, երկրաբան, կենսաբան, հնագետ, քիմիկոս և հողի սեփականատեր։ Դա եթե այս ամենը իրանք դեռևս ձերը քիչ էր, բավականին շատ են եւ դուք ինքներդ, որ ձեր սրտին կպավ, հենց դա պետք է աշխատեք, որովհետեւ դա է ձերը։ Բոլորին դա եմ ասում, որ ընդհանրապես պետք է հասկանանք, որ 4 թիվը վերջնակետ ստացողը բավականին շատ են եւ ամեն մեկը դրա համար ձերը պետք է գտնեք։ Ես ձեզ չեմ ասում, որ դուք այսպես հերթականությամբ պետք է փորձեք, բայց դուք ինքներդ պետք է հասկանաք, որն է ձերը, որը ձեր սրտին կպավ, եւ աշխատանքի վայրերը, որտեղ որ դուք կարող եք աշխատել։ Աշխատանքի տեղավորման գործակալություն, նախարարություն, գործարան, գրասենյակ, բնություն, հողատարածք, ագարակ, կաթնամթերքի ֆերմա, կախարդական նման տեղեր, կարող եք նաև ինձ նման գործողությամբ զբաղվել, խանութ եւ իհարկե գրասենյակ։ Նման տեղեր են, որտեղ կարող եք աշխատել։ Դա իհարկե մասնագիտությունները ընտրելուց հետո, եթե արդեն ընտրել եք, ապա այդ վայրերում կարող եք աշխատել։ Կամ գնալ դիմել աշխատանքի համար, եթե արդեն իսկ ունեք այդ մասնագիտությունները։ Այսքանը ձեզ համար։ Լսեք ձեր սրտին եւ որոշում կայացրեք ճիշտ։ Գնանք 5 թիվը։ Այն մարդկանց համար, ովքեր որ իրենց վերջնահաշվարկում ստացել են 5 թիվը, ապա ձեր մասնագիտական որակները։ Դուք գերազանցում եք այն ամենում, ինչը պահանջում է կազմակերպչական հմտություններ, մարդկանց հետ շփվելու ունակություններ, հետևում եք օրենքներին, սահմանված ընթացակարգերին, դուք նախընտրում եք բազմազանություն պարունակող, արագ որոշումներ կայացում պահանջող եւ ամեն ինչ այդպես ակտիվ խառը, ոնց որ նրա մեջ նման աշխատանք, ոնց որ ձեր ձեռքը վերցնեք եւ տանեք առաջ այդպես։ Դուք շատ ակտիվ եք, իմպուլսիվ, հազվադեպ եք հոգնում, աշխատում եք այն աշխատանքով, որը որ եթե ոգեշնչված եք, ուրեմն լավ եք աշխատում, այդ աշխատանքում։ Ուղղակի պետք է ուշադիր լինեք, որ ձեր էներգիան չվատնեք անիմաստ, որովհետև դուք ընդհանրապես ամեն ինչը արագ եք անում, ակտիվ գործունեությամբ եք զբաղվում եւ չպետք է ունենաք ոնց որ կամ պետք է ունենաք, որ մի քիչ ուղղակի ավելի հանգստություն պահպանեք։ Պետք է ունենաք առօրյա ռեժիմը գոնե հանգիստ լինի, ազատ ժամանակ գոնե պետք է ունենաք։ Ամբողջ օրը չծախսեք դրա վրա, որովհետև վատնում եք ձեր էներգիան, այդպեսով վատնում եք ձեր ժամանակը եւ կարող է նաեւ վատնել ձեր գումարները, որովհետև այստեղ այնտեղ կարող եք լինել, հա, առօրյայում։ Դրա մեկ ընկերուների հետ մի կաֆե, մեկ հետո դասարանցիների, մեկ այսպես եւ ամեն ինչը եւ էներգիան եւ ժամանակը եւ գումարը։ Դուք բնածին շփվող եք, հա, այդ ունակությամբ կարող եք մարդկանց հետ նաև առևտրով զբաղվել, ու մարդկանց անընդհատ կարող եք հանգիստ խոսել իրենց հետ։
դուք վայելում եք ձեր կյանքում նոր բաները, նոր վայրերը, նոր մարդկանց հետ ծանոթանալը, դա մի հատ ուրիշ հաճույք է ձեզ համար։ Գնահատում եք, եթե չեք գնահատում, ապա գնահատեք ձեր նվաճումները։ Հասկացեք, որ այստեղ դուք ի վերջո հասել եք գագաթնակետին, դուք տեսել եք արդյունքը։ Դուք պետք է խուսափեք մենակ աշխատելուց, որտեղ որ շատ մարդկանց հետ շփում չկա, դա ձերը չէ։ Որտեղ որ չեն գնահատի ձեր աշխատանքը, դա ձեզ համար չէ։ Անընդհատ ու միապաղաղ աշխատանքը, ձանձրալի աշխատանքը ձեզ համար չէ, ձեզ ձանձրալի է թվում, եթե դուք կարող եք փոխել աշխատանքը։ Եվ մի վախեցեք առհասարակ փոխել ձեր գործունեության ոլորտը։ Մի մնացեք մեկ տեղում, որովհետև դուք այնքան ամեն ինչը դե արագ այս այն կողմ եւ դրա համար էլ պետք է փոխեք, տարբեր գործունեությամբ զբաղվեք։ Ինչն է խանգարում ձեզ ձեր աշխատանքում։ Սեփական զգացմունքները, էմոցիաներին տրվելը, դատողության մակերեսայնությունը, թեթևեք մտածում, անպատասխանատվությունը, անհանդուրժողականությունը, ունայնությունը եւ ամբարտավանությունը։ Այդ ամենը խանգարում են ձեր աշխատանքին։ Ինչ մասնագիտական ուղի։ Հարմար է այնպիսի աշխատանք, որտեղ կարող եք ցույց տալ ինքներդ ձեզ եւ ձեր կազմակերպչական հմտությունները։ Երբեք երջանիկ չեք լինի մնալով մեկ տեղում եւ անելով անընդհատ նույն բանը, որովհետեւ ձեզ համար ապրելը ուրիշ մի հաճույք է։ Փոփոխություններ պետք է բերի անընդհատ։ Դրա համար կարող եք դիզայներ լինել։ Դա է, որ եւ երևակայում եք եւ կազմակերպչական հմտություններն եք ձեր ցույց տալի, կարող եք անել այդ աշխատանքը։ Դուք ձգտում եք միշտ շարժման մեջ լինել ամեն ձևով եւ փոխաբերական իմաստով եւ բառացիորեն այնպիսի աշխատանք կարող եք օրինակ անել, որտեղ որ սպորտաձև, ինչ որ սպորտի հետ է կապված, ճանապարհորդությունների հետ է կապված, կարող դա լինել նաեւ ձեր հոբին, եթե ոչ մասնագիտությունը։ Դուք պետք է ծանոթանաք կյանքի բոլոր ոլորտներ այն մարդկանց հետ, այսինքն ինժեների, մատնահարդարի, բոլորի հետ պետք է ծանոթանաք եւ հասկանաք իրենց, որովհետեւ դուք ուզում եք բազմազանություն եւ ընդլայնում ձեր հորիզոնները, դրա համար դուք պետք է տարբեր մարդկանց հետ փորձեք ծանոթանալ։ Եթե ծանոթ չեք, ապա պետք է չասեք, հա դե լավ, դե ինձ չտակշկրում այդ մասնագիտությունը, այլ պետք է հասկանաք այդ մարդկանց, ծանոթանաք այդ մարդկանց հետ եւ շփվեք իրենց հետ։ Մեծ կազմակերպությունում աշխատելը ձեզ հարմար չէ, որտեղ որ առաջխաղացման հեռանկարներ չկան։ Պետք է խուսափել ցանկացած բանից, որի վերջնական արդյունքը շոշափելի չէ կամ ձեզ չի ոգեշնչում։ Եվ անընդհատ միապաղաղ աշխատանքը եւս ձեզ համար ձանձրալի է։ Իդեպ ուզում եմ նշել 5 թվերը, եւ ընդհանրապես եթե ծնվել եք 5 թվում ավելի լավ է դա, ամսի 5-ին, այդպես կամ տարվա վերջնահաշվարկ, միայն տարվա վերջնահաշվարկն է 5-ը, դուք պետք է հարստանաք։ Ուղղակի եթե դեռ հարուստ չեք, պետք է մի հատ վերանայեք ձեր կյանքը։ Առաջարկվող գործունեության ոլորտները՝ գովազդ, առաջխաղացումներ, պետք է առաջխաղացումներ ունենաք, ճանապարհորդություն, սպորտ, խաղեր, հնարքներ, առևտրային գործեր, գիտություն, վերլուծություն եւ օտար լեզուներ։ Ձեզ մասնագիտությունները եւ պաշտոնները, որտեղ որ կկարողանաք դուք ձեզ ցույց տալ։ Սոցիալական աշխատող, վաճառող, դետեկտիվ, գաղտնի գործակալ, հետազոտող, սուրհանդակ, վարորդ, դերասան, իմպրեսարիո, գյուտարար, առաջնորդ, սենատոր, փաստաբան, խմբագիր, հռետոր, դրամայի քննադատ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ, մետաֆիզիկոս, նորաձևության դիզայներ, խորհրդատու, թարգմանիչ, ճանապարհորդ, ընկերության ղեկավար, դատավոր, կրոնական առաջնորդ, ուսուցիչ, հոգեբան, տուրիստական գործակալ, տուրերի կազմակերպիչ, շրջիկ վաճառող, տեսուչ, նկարիչ, թատերական քննադատ, թատերական ռեժիսոր եւ պրոդյուսեր, մարզիկ, մեկնաբան, լուսանկարիչ, թատերական նաեւ գործակալ, սյունակագիր, խմբագիր, հրատարակիչ, կոսմետոլոգ, պլաստիկ վիրաբույժ, օդաչու, հետազոտող, հնագետ, փիլիսոփա, փաստաբան, դասախոս, գրական գործակալ, սպասավոր, սպասավորուհի, երաժիշտ, պարուհի, պարող, նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ,
երկաթուղայինի օդաչուի հետ կապված այդ աշխատանքը, նաև ավտոբուսի հետ կապված, ծովային, այդ ամենը ձերն է։ Բավականին շատ են, որովհետև շատ են մարդիկ, ում վերջնահաշվարկը 5 է, դուք պետք է նայեք, թե որը ձեր սրտին կպա, որը դուք ուզեցիք, որն էր ձերը, դուք անմիջապես այդ իմ ասած բառերից կգտնեք ձերը, կասեք, այս սա իմն է, այս սրանով եմ ուզում զբաղվել։ Եվ աշխատանքի վայրերը, որտեղ որ կարող եք աշխատել, կառավարություն, այգի, կրկես, գրասենյակ, տրանսպորտային ընկերություն, նաև ավտոբուս, մետրո, հա, այդպես, եւ բացօթյա վայրեր։ Ինչ որ գործողություններ են օրինակ, եթե զբաղվեք դիզայնով, հա, կարող եք բացօթյա վայրեր այդպես ցույց տալ ձեր բոլոր ունակությունները։ Այսքանը ձեզ համար։ Նայեք ձեր սրտին, լսեք ձեր սրտի ձայնին, եւ եթե դեռ չեք ընտրել այս մասնագիտություններից որևիցե մեկը ձեզ է սպասում, որպեսզի դուք շարունակեք ձեր կյանքը։ Այսքանը ձեզ համար։ Հաջորդ թիվը դա 6-ն է։ Եթե ձեր վերջնահաշվարկում ստացել եք 6, ուրեմն սա ձեզ համար է, լսեք։ Ձեր մասնագիտական որակները։ Դուք կազմակերպված, ճկուն, խելացի եւ հուսալի աշխատող եք։ Բիզնեսի եւ թիմի շահերը ձեզ համար ամենակարևորն են։ Շատ աշխատասեր եք։ Երբեք չեք թողնում անավարտ ձեր աշխատանքը։ Ձեր վրա միշտ կարող են հույս դնել։ Դուք շատ լավ եք կատարում ձեր աշխատանքը, որը որ պահանջվում է արդյունավետություն, մարդկանց հետ շփում, նաև ուրիշների խնդիրները շատ լավ եք հասկանում։ Դուք կարող եք աշխատել խոշոր ընկերություններում, այդպես ռացիոնալ կերպով կազմակերպեք ձեր աշխատանքային գործընթացը։ Ձեզ գրավում է խաղաղ, ներդաշնակ վայրերը, հարմարավետ եւ հաճելի աշխատանքային մթնոլորտը։ Դուք բարեկամական մարդ եք եւ բաց մարդ եք։ Կարող եք հաջողությամբ լուծել բոլոր վեճերը։ Ընդհանրապես 6 թիվը դա Վեներայի թիվն է, դա նշանակում է բարի, ինչպես որ Վեներան է, քնքուշ, այդպես։ Նաև իհարկե դուք բոլորի համար անում եք ամենալավը, ամենաշատը, բայց մոռանում եք ձեր անձնական շահերի մասին։ Ձեզ համար դա նորմալ է, դա ընդհանրապես նորմա է ձեզ համար։ Ձեզ համար աշխատանքը պետք է լինի թիմում, մարդկանց հետ։ Նաև բավականին երկար ժամանակ կարող եք մտածել որովհետեւ ֆինանսապես շահավետ որոշման մասին։ Կարող եք երկար պլան կազմել, երկար հաշվարկել, բայց կարող եք նաև իրականացնել այն։ Ինչն է խանգարում ձեզ ձեր աշխատանքում։ Անգործությունը, համառությունը, ընտրողականությունը, սակայն նա չեմ անի, սա այդ կաշխատեմ, նա չեմ աշխատի, չափազանց խոցելի լինելը, ռիսկի դիմելու չկողմ, մի խոսքով ռիսկի դիմեք։ Մասնագիտական ուղին։ Դուք որպես շատ հուսալի եւ պատասխանատու անձնավորություն միշտ կարող եք հույս դնել ձեզ վրա։ Դուք միշտ ուշադրություն կդարձնեք մարդկանց, կցուցաբերեք անկեղծ եւ խորը համակրանք եւ կցուցաբերեք հանդուրժողականություն։ Եվ իհարկե լավ կլինի աշխատեք այնտեղ, որտեղ որ ձեր որակները պահանջված են։ Ձեզ կգնահատեն։ Ձեզ կհամապատասխանի ցանկացած գործունեություն, որը պահանջում է կոնկրետ աշխատանքների ոնց որ հենց հստակ գիտեք ինչ եք անում։ Հա, այդպես կարելի ասել։ Աշխատանքներ, որոնք որ կապված են կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ բժշկության հետ։ Գործունեություն, որտեղ որ դուք կարող եք հոգատարություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ, որովհետեւ Վեներան այդպես է։ Նաև գեղեցկություն, նաև ներդաշնակություն, օրինակ վարսահարդար կարող է լինել, ինչ որ մի բան, որը կարող եք ստեղծել եւ հետո ուրախանալ եւ տեսնել, որ մարդիկ ուրախանում են, դուք էլ ուրախանաք։ Ձեզ հարմար չէ արագ, վճռական գործողություններ, կառավարում, մարդկանց կազմակերպում կամ մեծածավալ գործունեություն պահանջող աշխատանքի համար։ Ձեր ոճի զգացումը եւ ստեղծագործական տաղանդը շատ օգտակար կլինեն ձեզ համար տանը աշխատելու համար։ Զարգացրեք ձեր հոբիները, որոնք որ ձեզ համար կարող են նաև կողքից որևիցե բիզնես լինել։ Եվ դա նաև եթե աշխատում եք այսպես թե այնպես ինչ որ միտեղ կամ որոշում եք աշխատել, ապա եթե տանը զբաղվեք ձեր հոբիներով, թեկուզ կես ժամ, թեկուզ մի ժամ, դա ձեզ կհանգստացնի եւ կթեթևացնի ձեր ստրեսը։ Գործունեության ոլորտները։
կահույքի արտադրություն, սոցիալական ծառայություններ, նավագնացություն, ռադիո, կրոնական աշխատանք, սննդի արդյունաբերություն, գրականություն, կենցաղային ապրանքներ, օպերա, գրքեր, մանկական գրքեր, առողջապահություն, շուկա, հագուստ, կոսմետիկա, աքսեսուարներ, օծանելիք, արվեստ, մշակույթ, երեխաների խնամք, կենդանիների հետ կապված ինչ-որ գործունեություն, ծաղիկներ և կրթություն։ Եվ մասնագիտությունները, որոնք որ ձեզ համար են նախատեսված, իհարկե միայն մեկը կամ լավագույն դեպքում երկուսը, դուք պետք է այսքանից ընտրեք միայն ձերը։ Ուսուցիչ, հոգեբան, հոգեբույժ, քահանա, դայակ, բժիշկ, դասախոս, ուղեկցորդուհի, դերասան, գեղարվեստական ղեկավար, գրող, խմբագիր, հրատարակիչ, դպրոցի տնօրեն, ֆակուլտետի դեկան, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, մարդկային ռեսուրսների բաժնի վարիչ, պարող, երգիչ, զգեստների դիզայներ, նորաձևության դիզայներ, այգեպան, դեկորացիաներ անեք, ինչ-որ միտեղ թեկուզ տան ինտերիեր, կոսմետոլոգ, ոճաբան, վարսահարդար, դաստիարակչուհի, բարեգործական հիմնադրամի ղեկավար, թատրոնի դեկորատոր, նաև ֆիզիկոսի մասնագիտությունները։ Դուք կարող եք նաև հաջողության հասնել որպես նկարիչ, խոհարար, բժիշկ, բուժքույր, բանաստեղծ, ինժեներ, ֆերմեր, իրավաբան, հանքագործ, բուժող, դատավոր, հռետոր, նկարազարդող, փիլիսոփա, դեկորատոր, ինտերիերի իհարկե այդպես, պատմաբան, տեսաբան, դրամատուրգ, պրոֆեսոր, երկրաբան, կենդանաբան և մանրեաբան։ Այդ ամբողջից դուք պետք է ընտրեք ձերը, որն է, որ ձեր սրտով է, եւ աշխատանքի վայրերը, որտեղ որ կարող եք աշխատել։ Հյուրանոց, ինստիտուտ, հիվանդանոց, ռեստորան, բնակարան, տանը, նավ, նավի վրա, թատրոն, դեղատանը եւ հանգստյան տներում։ Այսքանն է ձեզ համար։ Դուք ինքներդ կարող եք ընտրել ձեզ համապատասխան մասնագիտությունը, կոչումը եւ գնաք դրանով դեպի առաջ, որովհետեւ դա ձերն է, սազում է ձեզ, ձեր ներքինի հետ եւ կկարողանաք այն առաջ տանել։ Այսքանը ձեզ համար։ Եվ գնայինք 7 թիվը, որտեղ որ ձեր վերջնահաշվարկում ստացել եք 7։ Ապա լսեք։ Դուք ինքնավստահ եք, համբերատար, հավասարակշռված, ինտուիտիվ եւ ունեք արտասովոր վերլուծական մտածողություն։ Դուք կարող եք դառնալ մասնագետ տարբեր ոլորտներում առանց որևէ ջանքի։ Դուք անընդհատ ձգտում եք նոր գիտելիքների, օգտագործելով ձեր բնական դիտարկման ունակությունները։ Դուք հավաքում եք բոլոր փաստերը։ Չեք վստահում ուրիշների խոսքերին։ Ստուգում եք ձեր սեփական աչքերով եւ վերլուծում այն։ Ճշմարտությունն ու ձեր արդարություն պաշտպանելը ձեր սիրելի զբաղմունքն է։ Դուք հակված եք կշռադատել ձեր եւ ուրիշների մտքերը, խոսքերն ու գործողությունները։ Դուք գիտեք, թե ինչպես ձեր շուրջը ստեղծել խաղաղություն, հարմարավետություն եւ ջերմության մթնոլորտ։ Դուք ունեք համոզելու պարգև։ Դուք, եթե ինչ-որ միտեղ եք լինում մարդկանց խմբում, կիսվում եք ձեր էներգիայով եւ գիտելիքներով, բայց կարող եք նաեւ կոպիտ լինել մարդկանց հետ եւ դյուրագրգիռ։ Դուք ձեր ինտուիցիայով գիտեք, թե որտեղ է ավելի շահավետ ուղղորդել ձեր ջանքերը, որպեսզի ձեր կապիտալը մեծացնեք։ Դուք միշտ փորձում եք դիտարկել այն, որտեղ որ օգուտ կա, նյութական օգուտ, որտեղ որ դուք կկարողանաք ֆինանսապես հաջողության հասնել, բայց հասնում եք քրտնաջան, մասնագիտական եւ անհատական աշխատանքի արդյունքում։ Դուք կենտրոնանում եք վերլուծում եւ դրա ունակության շնորհիվ էլ կարողանում եք առաջխաղացումներ ունենալ եւ հաջողություն։ Իսկ ինչն է խանգարում ձեզ ձեր աշխատանքում։ Անհամբերությունը, գաղտնիությունը, ցավոտ խոցելիությունը եւ առևտրայնությունը։ Մասնագիտական ուղիները, որոնք որ ձեզ համար են նախատեսված։ Ձեր անզուգական կենտրոնանալու ունակությամբ, հազվագյուտ վերլուծական կարողությամբ եւ խորաթափանցությամբ դուք կհաղթարեք ցանկացած ոլորտ, որը պահանջում է կենտրոնացում եւ իմաստություն։ Գիտելիքների, գիտության, իրավագիտության, իրավունքի, վերահսկողության, ֆինանսների տարածման հետ կապված ցանկացած աշխատանքի համար դուք պատրաստ եք աշխատել, խորհրդատու, դիվանագետ, մենեջեր։ Դա
Նաև դուք ունեք հակում դեպի հոգեբանությունը։ Մարդկանց հետ ձեր հարաբերությունները ավելի կարողանում եք իրանց հասկանալ, իրանք ձեզ կարողանում են վստահել, հարմար է արհեստագործության, գեղեցկության եւ ներդաշնակության համար ստեղծված յուրաքանչյուր աշխատանքի համար։ Դուք կարող եք դառնալ մասնագետ բոլոր ոլորտներում։ Դուք պետք է խուսափեք մեծ թիմում աշխատելուց եւ շատ արագ տեմպով աշխատելուց իհարկե։ Առաջարկվող գործունեության ոլորտները՝ մետաֆիզիկա, կրթություն, հաշվարկներ, վերլուծություն, մաթեմատիկա, քիմիա, սննդակարգ, հետազոտություն, իրավունք, կինո, ռադիո, հեռուստատեսություն, քարտեզագրություն, գրքերի հետ կապված, գրականության, ծովային քարտեզների եւ գրաֆիկների։ Եվ մասնագիտությունները եւ պաշտոնները ձեզ համար, որոնք որ բավականին շատ են, լսեք եւ հետո տեսեք թե որն է ձեր սիրտը ուզում։ Եվ այսպես, պրոֆեսոր, ուսուցիչ, գրող, գիտնական, գյուտարար, հետազոտող, հոգեբան, օրենսդիր, բանկիր, միջնորդ, հաշվապահ, ջուլակ, խմբագիր, բնագետ, աստղագետ, աստվածաբան, քահանա, նախարար, պատմաբան, քիմիկոս, տեխնիկ, իրավաբան, վիրաբույժ, վիճակագրող, ապահովագրական գործակալ, լաբորատորիայի տեխնիկ, դետեկտիվ գաղտնի ծառայության գործակալ, քրեագետ, նկարիչ, երաժիշտ, ձայնային ինժեներ, փորագրող, նաև ռեստորանի մենեջեր, մետաֆիզիկայի ուսուցիչ, դասախոս, անձնակազմի մենեջեր, մեկնաբան, հոգեբան եւ հոգեբույժ, ինժեներ, գյուտարար, արտոնագրային իրավաբան, միջնորդ, շուկայի տնտեսագետ, արտազգայական ընկալման հետազոտող, պատմաբան, վիրաբույժ, գիտնական, հնագետ, ֆիզիկոս, հետազոտող, դատավոր, փաստաբան, մարզիկ, միջնորդ, խորհրդատու, աստղաբան, թվագետ, դրամագետ, դիզայներ, երկրաբան, լուսանկարիչ, երաժիշտ, աստվածաբան, քահանա, միանձնուհի, քաղաքացիական իրավունքների պաշտպան, վիրաբույժ, քննադատ, խմբագիր, գրող, մոդել, ֆիզկուլտուրայի դեկան։ Եվ կարող եք շատ հեշտությամբ դառնալ հեղինակավոր այս մասնագիտությունների միջոցով։ Կահույքի հետ կապված զարդերի, դրամագիտության, պատմության, էթիկայի եւ ինտերիերի դիզայնի մասնագետ որպես։ Ձեր ուժեղ կողմը դա հետազոտությունն է։ Յուրաքանչյուր հետազոտական ոլորտում դուք կկարողանաք աշխատել։ Եվ նման մասնագիտությամբ իհարկե։ Ընտրեք ձեր սրտով, միմիայն ձեր սրտով, եւ առաջարկվող աշխատանքի վայրերն են ոստիկանություն, աշխարհազոր, ակումբ, սրճարան, լաբորատորիա, ձեր տանը, եկեղեցում եւ որևիցե ինստիտուտում։ Այդ ամենը ձեզ համար են։ Կարող եք ընտրել որևիցե մեկը եւ աշխատել կամ սովորել, հետո նոր աշխատել, որը որ իրոք ձեր սիրտը կուզի։ Լսեք ձեր սրտի ձայնին։ Այսքանը ձեզ համար։ Հիմա գնայինք 8 թիվը։ Երբ որ ձեր ծննդյան ամսաթվի վերջնահաշվարկում ստացել եք 8 թիվը, ապա դուք արագաշարժ եք, պատասխանատու եք, ձեր վերլուծական մտքի շնորհիվ դուք անընդհատ զբաղված եք ամեն ինչ կազմակերպելով, համակարգելով, դասակարգելով, ձեր առողջ բանականությունը, որոշում կայացնելու քաջությունը եւ ձեր հստակ սկզբունքները իդեալական են խոշոր նախագծերի եւ երկարաժամկետ նպատակների իրականացման համար։ Դուք ունեք մարդկանց ոգեշնչելու եւ նրանց միավորելու ունակություն, աշխատանքը նաեւ ավարտին հասցնելու համար, որ բոլորով հավաքվեն եւ բոլորը անեն եւ ավարտեն։ Դուք առաջ եք շարժվում նպատակասլացությամբ, հանգստությամբ եւ ձեր համառությամբ։ Ձեր նախագծերի իրականացման ուղղությամբ, ձեր ցանկությունների իհարկե ուղղությամբ։ Ձեր յուրաքանչյուր արած գործի մեջ, ձեր յուրաքանչյուր այն, որ դուք ներդնում եք ձեր էներգիան, դա կենտրոնացնում եք, հա, ձեր էներգիան ոնց որ կենտրոնացնում եք միայն ձեր նպատակներին հասնելու համար։ Կարելի ասել ոչ ոք այդքան չի հավատում ձեր ուժերին եւ կարողությանը, որքան որ դուք հասկացեք եւ գնահատեք ձեր արժեքը եւ մի մեղադրեք ոչ ոքին ձեր սխալների համար։
Դուք ունեք տաղանդ կառավարելու բոլոր տեսակի գործունեությունները, հատկապես բիզնեսի և ֆինանսական ոլորտը։ Դուք հասկանում եք նյութական աշխարհը, ըմբռնում եք դա, ինտուիցիայով գիտեք, թե ինչպես իրականացնել բոլոր ֆինանսական նախագծերը։ Ձեզ ընդհանրապես գումար և իշխանություն է պետք ավելի շատ ինքներդ ձեզ հարգելու համար, նաև ինքնարժեքը բարձրացնելու համար։ Եթե դուք բացառեք ձեր հոգևոր արժեքները, ապա եւ միայն գնահատեք գումարը եւ միայն ձեր առաջնահերթությունները, ապա դա ձեզ կբերի կորուստների։ Դրանք կարող են լինել բավականին խոշոր փոփոխություններ ձեր կյանքում, սնանկացում եւ ֆինանսական ձախողում։ Դուք պետք է հավասարակշռության բերեք ձեր այդ ցանկությունները, միայն գումար, միայն ձերը, դա արդեն կբերի մեծ կորուստներ։ Բայց դուք ունեք իրավիճակը բոլորից լավ հաղթահարելու ունակություն, եւ դուք կկարողանաք վերականգնել յուրաքանչյուր ձախողումից հետո, ոնց որ վերակենդանացնել ձեր նախագծերը։ Յուրաքանչյուր նախագիծ, որը որ ձեզ մոտ հաջողված էր, եւ դուք ինչ-ինչ պատճառներով, օրինակ գնալով գումարի հետևից կորցրել եք այն, դուք կկարողանաք այն նորից ապրեցնել, վերակենդանացնել։ Ձեր հաջողությունը գալիս է միայն համագործակցության եւ ուրիշներին օգնելու միջոցով։ Միայն ձեր անձնական շահը հետապնդելով բավականին խոչընդոտներ կարող են լինել ձեզ համար։ Միայն անձնական եւ կոլեկտիվ շահերի համատեղումը եւ մեծ մասշտաբով աշխատելը ձեզ կտա կյանքում արժանի դիրք։ Ֆինանսական հաջողությունը ավելի շատ ձեզ է բնորոշ, քան ուրիշներին, բայց ինչպես ուրիշները դուք նույնպես պետք է ջանքեր գործադրեք այն գրավելու համար։ Դա կպահանջի առողջ բանականություն, որոշումներ կայացնելու քաջություն եւ ամուր սկզբունքներ։ Ինչն է ձեզ խանգարում ձեր աշխատանքում։ Չափազանց մեծ ամբիցիան, անհանդուրժողականությունը, իշխանության չարաշահումը, շռայլությունը կամ ընդհակառակը ժլատությունը։ Մասնագիտական ուղիները ձեզ կհամապատասխանի պատասխանատվության, վերլուծության, բարդ խնդիրների լուծման, կառավարման եւ ֆինանսների հետ կապված ցանկացած գործունեություն։ Ձեզ համար իդեալական են այն մասնագիտությունները, որոնք պահանջում են պատասխանատվություն, մարտավարություն եւ հասկացողություն։ Դուք պետք է ցույց տաք ձեր բոլոր կարողությունները եւ դուք կհասնեք այն նյութական բարեկեցությանը, որը որ փնտրում եք։ Համատեղ ձեր գործարար հմտությունը բարեգործության հետ բոլորի օգտին իհարկե ձեզ համար եւս շատ լավ կլինի։ Միայն դուք չպետք է ձեզ համար անեք։ Դուք պետք է ժամանակ հատկացնեք որոշակի ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար, օրինակ սպորտով զբաղվելու համար, որպեսզի կարողանաք հավասարակշռել ձեր մտավոր էներգիայի ծախսը։ Հասանելի եղեք մարդկանց, օգնեք ավելի քիչ այն մարդկանց, ովքեր որ բախտը իրենցից երես է թեքել, թողեք ձեր հետքը այս աշխարհում, անպայման։ Առաջարկվող գործունեության ոլորտները ձեզ համար դա գրականությունն է, կրթությունը, ֆինանսները, նավաշինությունը, խորհրդատվությունը, տրանսպորտը, սպորտը, հետազոտությունը, անշարժ գույքը, կենդանիների հետ աշխատանքը, միստիկան, մետաֆիզիկան, արդյունաբերությունը, առևտուրը, քաղաքականությունը, հետազոտությունը, հնաոճ իրերը, հնագիտությունը, դրաման եւ երաժշտությունը։ Եվ մասնագիտությունները, որոնք որպես պաշտոններ, որ հետո կարող եք ստանձնել։ Դուք հաջողակ կլինեք որպես բարերար, քաղաքական գործիչ, գյուտարար, ադմինիստրատոր, խմբագիր, գրող, հրատարակիչ, թատրոնի ռեժիսոր կամ պրոդյուսեր, բանկիր, միջնորդ, բանակի սպա կամ ռազմական փորձագետ, դետեկտիվ եւ նաեւ քննիչ, արտադրող, ինչ որ մի բան արտադրեք, քննադատ, տնտեսագետ, ֆակուլտետի դեկան, վարսահարդար, գրադարանավար, մարզիկ, քիմիկոս, դատավոր, իրավաբան, սպորտային խորհրդատու եւ մարզիչ, երաժշտական տնօրեն, մեծ խանութի մենեջեր, փոքր խանութի մենեջեր, ռեստորանի ադմինիստրատոր, պետական ծառայող, ակումբի կազմակերպիչ, հավաքորդ, մեխանիկ, տնօրեն, ղեկավար, գրող, բարեգործական կազմակերպության հիմնադիր, գործարար, բիզնես մագնատ ունեցող, նման մեկը, գործարանի կառավարիչ, կորպորատիվ ղեկավար, թերթի սեփականատեր, դասախոս, ապահովագրական գործակալ, բուժքույր, ճարտարապետ, գիտնական արվեստի գիտնականությամբ նաև, որպես գիտնական արվեստի քննադատ, վիճակագրող,
հյուրանոցի աշխատող, դիտորդ, վերահսկիչ, փորձագետ, հետաքննիչ, ամսագրի հրատարակիչ, թղթակից, լրագրող, խորհրդատու, բժիշկ, հիվանդանոցի ադմինիստրատոր, խմբագիր եւ երգահան։ Այնպես որ բավականին շատ են ընտրությունը եւ 2 րոպե միայն դրա մասին խոսեցի, որը ձեր սրտին կպավ, դա է ձերը։ Դուք պետք է միայն դա հասկանաք, որ հենց այնպես բոլորը ձերը չի։ Ամեն մարդ կգտնի այստեղ իրենը։ Բավականին շատ մասնագիտություններ կան եւ իհարկե պաշտոններ, որոնք որ դուք կարող եք ստանձնել։ Սովորելով այդ մասնագիտությունը կստանձնեք որևիցե հստակ պաշտոնի։ Եվ վայրերը, որտեղ որ կարող եք աշխատել, ֆոնդային բորսա, կառավարություն, հրատարակչություն, խոշոր կազմակերպություններ, նաև ներդրումային հիմնադրամ, թանգարան, գործարան, արվեստի պատկերասրահ։ Այսքանը ձեզ համար, լսեք ձեր սրտի ձայնին, որը որ սիրտը կանչեց, իրան էլ ընդունեք ձեր կյանք, գնացեք, սովորեք, եթե հարկավոր է, եթե հիմա այդ ընտրության առջև եք կանգնած, սովորեք եւ դարձեք այն ինչը որ ձեզ համար է ստեղծված։ Այսքանը ձեզ համար։ Եվ իհարկե վերջին թիվը 9 թիվը, ովքեր որ իրենց ամսաթվի վերջնահաշվարկում ստացել են 9 թիվ։ Դուք ունեք լայն աշխարհայացք եւ հարուստ ինտուիցիա։ Բայց դուք ավելի լավ եք տեսնում զարգացման հեռանկարները, քան մանրուքները։ Դուք ձեզ մոտ զարգացած է ստեղծագործական երևակայությունը, գեղեցկության եւ ներդաշնակության զգացումը։ Ձեր հետաքրքրությունները իսկապես համապարփակ են եւ դուք հաջողության եք հասնում ամեն ինչում։ Մշտապես գրաված եք լինում նոր բաներով եւ ուզում եք որ անպայման շարժում եք ձեր երևակայությունը, այն ինչը որ ձեզ գրավում է։ Դուք համբերատար եք, դիմացկուն եւ նախաձեռնող։ Ճիշտ է, այդպես շատ հավաքված չեք եւ անուշադիր եք, բայց սուր միտք ունեք եւ ուժեղ ինտուիցիայի շնորհիվ հազվադեպ եք թույլ տալիս որևիցե սխալներ ձեր աշխատանքում։ Ձեր գլխավոր որակը դա շատ արագ եք արձագանքում եւ մարդ տեսակն է հենց, մարդ լինելը։ Միշտ պատրաստ եք անձնուրաց ծառայելու ձեր գործընկերներին եւ ամբողջ մարդկությանը։ Դուք առանձնանում եք ձեր հանդուրժողականությամբ եւ ուրիշների խնդիրների հասկացողությամբ։ Դուք փորձում եք խորհուրդ տալ մարդկանց, օգնել ուրիշներին իրենց խնդիրների լուծման հարցում։ Աշխատանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը որոշվում է դրան նկատմամբ, ձեր հետաքրքրությամբ, թե ինչքանով եք հետաքրքրված այդ աշխատանքով։ Դուք պետք է հստակ իմանաք, թե ինչու եւ ինչի համար է անհրաժեշտ այդ աշխատանքը ձեզ։ Նախընտրեք ճկուն ամենօրյա ռեժիմով գործունեություն։ Ինչն է խանգարում ձեզ ձեր աշխատանքում՝ հուսահատությունը, անորոշությունը, որոշումների կայացման մեջ անվճռականությունը, մակերեսային հայացքը եւ կարգապահության բացակայությունը։ Մասնագիտական ուղիները։ Դուք նախընտրում եք աշխատել ինքնուրույն եւ ձեր սեփական նախաձեռնությամբ։ Ձեզ հետաքրքրում է ցանկացած աշխատանք, որտեղ հնարավորություն ունեք ցուցադրելու ձեր կարողությունները, գիտելիքները, որտեղ կարող եք կիսվել ձեր գիտելիքներով, օգտագործել դրանք ուրիշների օգտին։ Աշխատանքը պետք է լինի հաղորդակցության, շնորհիվ շփման, գործուղումների, ճանապարհորդությունների, սոցիալական եւ հոգեվոր աշխատանքի, իրավագիտության եւ գաղափարների հետ կապված ցանկացած աշխատանք։ Հարմար չէ այն աշխատանքը, որը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ, միապաղաղություն, կրկնություն, դա ձեզ համար չեն, որտեղ պետք է պահպանեք խիստ կանոններ, չկպնեք սրան, չկպնեք սա, դա ձեզ համար չէ։ Նաև դուք պետք է անկախ լինեք ձեր գործերում, եթե դուք ուզում եք անել այն ինչ որ ուզում եք եւ ձեզ արգելում են, այդտեղ դուք չեք կարող աշխատել։ Գործունեության ոլորտները՝ վիրաբուժություն, բժշկություն, դատական գործընթացներ, արվեստ, կրոնական գործունեություն, պանտոմիմիա, իրերի եւ սպառողական ապրանքների արտադրություն։ Իսկ մասնագիտությունները եւ պաշտոնները ձեզ համար դրանք են։ Դուք կարող եք լինել հիանալի արտիստ, փիլիսոփա, հոգեբույժ, մեկնաբան, գրող, խմբագիր, հրատարակիչ, նկարիչ, երաժիշտ, արտազգայական ընկալման հետազոտող, նկարիչ, հրապարակախոս, տեղեկատվական ծառայությունների փորձագետ, ադմինիստրատոր, գյուտարար, գաղափարախոս, հետազոտող, դետեկտիվ, վիրաբույժ, ճանապարհորդ,
հնագետ, քաղաքական գործիչ, պատմաբան, դասախոս, ռադիոյի և հեռուստատեսության դերասան, թատրոնի ռեժիսոր կամ պրոդյուսեր, երկրաբան, նորաձևության դիզայներ, կոսմետոլոգ, էզոտերիկ փորձագետ և միջնորդ, գովազդի մենեջեր, վաճառքի բաժնի ղեկավար, տուրիստական գործակալության գործակալ, վարսահարդար, դիզայներ, դեկորատոր, այսինքն դեկորացիա ինտերիերի հետ կապված, ինչպես նաև մասնագետ, ինչ-որ ովքեր, որ հայտնիների կողքն են լինում և իրենց խորհուրդ են տալիս, նման որությամբ մասնագետ։ Դուք նաև կփայլեք որպես ուսուցիչ, բժիշկ, բուժքույր, իրավաբան, բարերար, ինչ-որ բան բարեփոխիչ, հռետոր, երաժիշտ, կոմպոզիտոր, խորհրդատու, դիզայներ և քարոզիչ։ Այս ամենը ձեր մասնագիտություններն են, իհարկե ոչ բոլորը, ամեն մեկը պետք է ընտրի իր սրտով, ուղղակի շատ են, բնականաբար մի մարդու համար տրված բավականին շատ մասնագիտություններ կան, որովհետև այս թվի համապատասխան բավականին շատ մարդիկ կան և ամեն մեկը տարբեր ընտանիքներում են մեծանում, տարբեր ինչ-որ մթնոլորտում են մեծանում և ամեն մեկը իր ձգտումն ունի, հատկապես նաև այստեղ խոսում է ժառանգականությունը, թե ամեն մարդ ինչ որ տնից է դուրս եկել։ Այդպես, դրա համար ընտրեք սրտով, միայն ձեր սրտով և առաջարկվող աշխատանքների վայրերը, ձեզ ասեմ, հանրային ծառայություններ, բարեգործական հիմնադրամներ, թատրոն, հիվանդանոց, ինստիտուտ, առևտրային կազմակերպություններ, ակումբ և հրատարակչություն։ Այնպես որ այդ ամենը ձեզ համար է։ Հուսով եմ ձեզ կարողացա որոշ չափով օգնել ձեր մասնագիտությունների ընտրության հարցում, հատկապես այն մարդկանց համար, ովքեր որ դժվարանում էին ընտրել։ Մասնագիտությունները բավականին շատ էին, ոչ թե մի քիչ, այլ շատ էին, որոնք որ ձեզ հնարավորություն են տալիս այդքանի միջից ընտրել։ Եվ առաջինը, որ ձեզ հետ հաղորդակցվեց, հենց դրան էլ պետք է ընտրեք, որովհետև դա է ձերը, որ կկարողանաք դուք անել։ Այսքան սիրելիներս, ընտրեք, շարունակեք ձեր կյանքը ճիշտ ուղու վրա, որպեսզի ճիշտ ընթանա ձեր կյանքը և գնաք հասնեք այնտեղ, որ ուզում եք։ Ոչ թե տառապեք, այս աշխատանքը չսիրելով անեք, այնտեղ չսիրելով մնաք և դա ձեզ ոչինչ չի տա այս կյանքում։ Ընդամենը կհասնի մի տարիք, կասեք ինչի եմ հասել ես, ոչինչի, ոչ գումար ունեմ, ոչ սա, այսքան տարիների ընթացքում սիրեցի սա անել, բայց երբեք դա չարեցի, սիրեցի այս աշխատանքը, երբեք չաշխատեցի, այդ ամենը ձեզ հետո շատ է ձեզ տանջելու։ Դուք հետո փնտրելու եք դա ձեր երեխաների մեջ, որ ձեր երեխաները դա անեն, նա անեն, կարող եք ստիպել նաև անել այն ինչը որ դուք չեք արել, չեք հասցրել անել, կամ ժամանակ չեք տրամադրել դրան, կամ ուզել եք, բայց վստահությունը չեք կարողացել ձեռք բերել, որ գնաք հասնեք դրան։ Ձեզ ինչ-որ մեկը չի ասել ժամանակին, որ գիտես, այս թվականին դու ծնվել ես և այս թվականին ծնվածները ունեն այս ունակությունները և իրենք կարող են աշխատել այս վայրերում կամ այս մասնագիտությունները ձեռք բերել։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք։